Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Կոտայքի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ինչպես նաև նույն կազմակերպությունների մանկական ու մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզային կտրվածքով ծառայությունների իրավիճակը, աշխատանքային հարցերն ու անելիքները, մասնավորապես անդրադարձ է եղել մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի հարցերին։ Մասնավորապես հղիների նախածննդյան հսկողության ծրագրերի բարելավմանը, կեսարյան հատման ցուցանիշներին և դրանց նվազմանն ուղղված միջոցառումներին։ Ընդգծվել է, որ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության պետության կողմից փոխհատուցվում է էպիդուրալ անզգայացման արժեքը, դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերն ու հոգեբանական խնդիրները։ Կարևորվել և ընդգծվել են նորածնային և մանկական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները, նորածնային սկրինինգային հետազոտությունների կատարողականի կարևորությունը, քննարկվել են մարզային կտրվածքով մանկական վիրաբուժական ծառայության զարգացման ուղղված քայլերը։ Արմեն Գասպարյանը նշել է, որ մարզային բժշկական կազմակերպությունների հզորացումն ու տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացումը հանրապետության առողջապահության նախարարության առաջնահերթություններն են, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը մեր երկրի գերակայություն։ Մարզային բժշկական կազմակերպությունների հետ հանդիպումները լինելու են շարունակական, փոխանցում են առողջապահության նախարարությունից։ Երևանի Մերիդիան էքսպո կենտրոնում օրերս անցկացվել է առաջատար կազմակերպությունների ձեռնարկությունների միության կողմից 2005 թվականից կազմակերպվող Digitech ցուցահանդեսը, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզի դպրոցները։ Միջոցառման նպատակն էր ցուցադրել հայկական տեխնոլոգիական համայնքի ներուժը, ինչպես նաև ստեղծել նոր ծանոթություններ և հնարավորություններ։ Այն եզակի հարթակ է, որտեղ մեկտեղվում են տեխնոլոգիան, նորարարությունը և ուսումը։ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8, Չարենցավանի թիվ 3 հիմնական, Մեղրաձորի, Աղավնաձորի միջնակարգ դպրոցներում գործող Արմատ ճարտարագիտական աշխատանոցներ ծրագրի շրջանակում մեր աշակերտները Digitech ցուցահանդեսին ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով ներկայացրել են իրենց պատրաստած նորարարությունները, հայտնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Կապալայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը։ Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուգանդային չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանը որպես դիտորդ երկիր հրավիրելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին 6 տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենում չմիավորման շարժման պաշտոնական հանդիպմանը։ Մենք գնահատում ենք մեթոդաբանության վերաբերյալ Կարտախենայի փաստաթղթով ամրագրված շարժման սկզբունքների և ընթացակարգերի պահպանումը, ինչպես նաև Ուգանդայի ջանքերը ուղղված շարժման շրջանակներում ներառականության և տարբեր տեսակետների բարձրաձայնման հարցում հարգանքի ապահովմանը։ Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանն ու բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի որպես վկա համատեղ հռչակագիրը։ Մենք ակնկալում ենք չմիավորման շարժման աջակցությունը խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և TRIP նախագծին։ Եզրափակելով թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու չմիավորման շարժման և դրա անդամ պետությունների հետ մեր համընդհանուր նպատակների, խաղաղության, փոխադարձարգանքի, ուժի չկիրառման և միջազգային համագործակցության առաջ մղման ուղղությամբ։ Հայաստանը աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար։ Այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի ընթացքում նման կարծիք է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Ելույթի սկզբում դեսպանը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման բանկին և Հայաստանի ներդրումային
Հանձնումների աջակցման կենտրոնին միջոցառումը կազմակերպելու համար Մեծ Բրիտանիայի լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը եւ հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենթանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում եւ օգտագործելով այդ դիրքը կարող է լինել Եվրոպայի եւ Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ եւ գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար, ընդգծել է դեսպանը։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ստորագրած փաստաթղթերի մասին։ Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են եւ մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին եւ կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի շրջանակներում, այլ նաեւ ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին, ասել է Մարագոսը։ Դեսպանը հավելել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։ Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է, շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք որպես Հայաստանի հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում, նշել է Մարագոսը։ Մի քանի ամիս առաջ Նորին Սրբություն Արամ առաջին կաթողիկոսը հրապարակավ դատապարտեց հոգևորականների ձերբակալությունները եւ միջնորդների միջոցով կոչ արեց դադարեցնել դրանք։ Իր ներկայիս հովվապետական այցի ընթացքում նա շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին եւ վերահաստատում է իր դատապարտումը, այս մասին նշված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։ Վստահելով arczepiskopos Շահան Սարգսյանին, ով ներկայումս գտնվում է Հայաստանում մշակութային առաքելությամբ, Նորին Սրբությունը ապահովել է իր մտահոգությունները եւ խիստ առարկությունները ուղղակիորեն փոխանցվեն պետական ու քաղաքական ղեկավարներին, այդ թվում վարչապետին։ Կաթողիկոս Արամ առաջինը ընդգծել է եկեղեցի պետություն առողջ հարաբերությունները վերականգնելու անհապաղ անհրաժեշտությունը, ընդգծելով, որ ազգի բարձրագույն շահերը պահանջում են ամուր եւ համագործակցային գործընկերություն հայ հասարակության այս երկու հիմնարար սյուների միջև, նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հոլոկոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։ Այս մասին հայտնում են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատնից։ Զրուցակիցները անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին եւ տարածաշրջանային գործընթացներին։ Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։ Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել վերջինիս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։ Օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ին, համաձայն որի բացահայտվել է 130 հանցագործություն, երկուսը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մեկական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 19 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, հորիզոնում ցուրտ օդային հոսանքներ չեն երևում, այս մասին հայտնում է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Կենտրոնի կանխատեսումների համաձայն ավելին հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ մարզերում հոկտեմբերի 18-ից 20-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ից 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ից 21-ի գիշերը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։